մի հատ փաստ հիշացնեմ ձեզ, ամիսներ առաջ, երբ որ տեղի ունեցավ խայտառակ թիրախը եկեղեցու հանդեպ եւ Սամվել Կարապետյանի կալանավորելը, ես Եկատերինբուրգում պատվո Նարեկ Սպարտակյանը ասի համաձայն չեմ, որտեղ քրիստոնյա եմ, համաձայն չեմ, որովհետեւ ես գիտեմ, որ չկա այդպես հայ երիտասարդ, հայ գործարար, որ չի ճանաչում, չի հարգում Սամվել Կարապետյանին։ Եվ ժողովրդավարական այսօրվա Հայաստանի փոքր խմբակը շատ արագ ագնի զանգին ասին, երբ որ կարծիքը փոխի, ասի չասին, դե 7 տարվա գործը միան 50,000 հայ Ուրալի շրջանում առանց ներկայացուցիչ, այսօր եկել եմ Հայաստան, ընկերներից հանդիպում եմ, բարեկամներից ասում եմ, եկեք, գնանք, բան չանենք, որոսը պայքարենք ազատություն։ Հարգում ենք բոլորս, Մանթաշով, Գյուրբեկյան, սիրում ենք անցյալ, այսօրվա մեր ժամանակի, մեր առաջնորդին, եկեք գնանք։ Եվ իրեք ինչ եմ լսում, եղբայրասմակները սերի հետո կգաց կհանդիպենք, պետական մի հատ կոնտրակտ ենք սպասում, մի հատ տենդեր ենք մասնակցում, ես պետությունը ինչ-որ մեկի սեփականություն, բա ինչ ենք սպասում, պատմությունը կրկնվելուն է։ Ես այսօր ստեղ եմ, ես շատ ուրախ եմ, վստահ եմ ու խոսեցել եմ բոլոր իմ ընկերների հետ, գործընկերները դիվանագիտական կառույցի, բոլորը գալիս ասում են, մենք ենք որպես մտածում, բայց դե ինչ, ումից եք վախում։ Եվ դա ժողովրդական Հայաստանը։ Դրա համար մենք բոլորս միասին խնդրում եմ մեր հայրենակիցներից, այս լայվը, ինչ ճանաչում եք, ինձ զրկել են այդ պատվո բանից, բան չի փոխվել։ Ավելի երջանիկ եմ, ավելի ուրախ եմ եւ արժանապատվությունը ստե, որովհետեւ այ հետևը այն շենքում շատ մեծ բարերար, շատ մեծ հայրենի, շատ մեծ մարդատ է։ Ու պետք է բոլոր հայրենակիցներից նորից ու նորից խնդրում եմ, եկեք միացեք, պահանջեք ազատություն, պահանջեք արդարություն, ձեզ չենք ասում եկեք ընտրեք մեր շարժմանը, մեր ձևով Սամվել Կարապետյանին, ուղղակի մի թողեք պատմությունը կրկնվի։ Նայեք ինչ է կատարում 100 տարի առաջ նույնն է եղել։ Սամվել Կարապետյանին ազատություն, 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 ազատություն։ Մենք այնքան ենք գալու, այնքան ենք կայնելու, որ այդ ազատությունը լինելու է։ Սա նա ինչի որ եկել ենք ժամանակավոր կայնենք, հա գալու ենք, գնալու ենք ու գնալու անելու ենք, ոնց մեր ձևով, մեր ձևով։ Այո, ասել։ Այդ օրերին լրատվամիջոցները անդրադարձել են ձեր ազատման։ Հա, ոչ մի կոմենտ չտվեց ագնից։ Նախարարությունը չէր մանրամասնել։ Հա, ոչ ման չէր ասել։ Ձեզ անձամբ է զանգահարել, տեղեկացրել, որ աշխատանքից ազատվել։ Հա, կուզեք ես 1 վայրկյան մի բան։ բարձր միկրոֆոնը բան ասա, լավ ասա, եթե կարճ ասա։ Ես Միկրոֆոն։ Տվեք, հա, ան միկրոֆոն։ Az առաջան հարցրա։ Սպարտակյան։ Չէ, սրանով։ Բարձր ասա, որ բոլորը լսեն։ Տվեք ես կպահեմ։ Երբ ազատվեցիք պաշտոնից, արտգործ նախարարության լրատվամիջոցները խնդրել էին պարզաբանել, պարզաբանում չեղավ, միայն հաստատեցին ձեր ազատումը։ Խնդրում եմ տեղեկացնեք, ով է անձամբ կապվել ձեզ հետ արտգործ նախարարությունից, ինչ են փոխանցել, հատկապես ինչի համար են ձեզ աշխատանքից ազատում, ինչ է գրված եղել, եթե գրավոր է եղել։ Գիտեք, արտգործ նախարարության հետ պատվո հպատոսը, որպես հանրություն իմանա, պատվո հպատոսը ես երկրից չէի ստանում որևէ գումար աշխատավարձ, 2018 թվականից նշանակվել է մինչև անցած տարի, ես արտգործ նախարարության հետ չեմ աշխատում, այլ Ռուսաստանի դեսպանատան հետ, ես Ռուսաստանի դեսպանատնից ստացել եմ հենց Սամվել Կարապետյանի կալանավորից մի օր երկու օր հետո զանգ, որ ինձ ասել են դու այդ կարծիքին ես, այդ իր ասել եմ այո այդ կարծիքին եմ, ու ես վստահ եմ, որ Ռուսաստանի դեսպանատան ԱԳՆ-ի բոլոր աշխատողներն այդ կարծիքին են, բոլորը հետ շփվել են, բոլորն են եթե սեփյուրում իստենում են, աշկերից մեջ նայեն, ասել են այո, մենք էլ ենք քոպես ենք մտածում, բայց չենք արտահայտվում։ Ես միտինգ չեմ կազմակերպել, ցավով սրտի։ Ես չեմ մասնակցի, առաջի անգամ եմ ստեղ, չէ, ես մեր շարժման աջակից եմ, ուղղակի ասել են այդ էս պատճառով կարող է, չգիտեմ, երկու հատ այդքան է սոցիալ ցանցերում ակտիվ չեմ, վազում եմ, երկու հատ պոստ եմ արել, ես միածին եմ գնացել, չգիտեմ պատճառը որն է, բայց պատճառն է դա եղել, ու ես այդ պատճառով վստահ եմ, որ
Իմ երեխաներն էլ, իմ ընկերներն էլ, բոլորն էլ իմ կողմից են ու էդի ճիշտ է։ Ու մենք խնդրում եմ, բերեք չլռենք, էլի ոչ մեկս։ Մի վախեք, ոչ մի բան չենք կորցնել։ Մենակ ձեռք ենք բերելու։